Ողջույն սիրելիներ, նորից մենք միասին շատ կարևոր է այս ամեն ինչը, վերջին զարգացումները շատ կրիտիկալ կարևոր են, պիտի խնդրեմ ձայնը, 1-1-2-1 ռաս, ես իմ ինչ, եթե ձայնը լավ է լսվում, 1-1-ըդ գրեք, որ շարժվենք առաջ, շատ կարևոր մեկնարկ ու ասելիք ունենք, և շատ կարևոր հրավեր ունեմ, այսինքն երկկողմանի դիմակներ են պատրվելու այլապես, պիտի խնդրեմ 1-1-ը, ով որ լսում է, գրեք ձայնը ոնց է կոմենտներում, ձայնը լավ է, շնորհակալ ենք, ուրեմն այսպես, վերջերս սոցցանցերում, լրատվականներում, պետական նիստերում և բրիֆինգներում տեղ է գտել ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի ասած խոսքերը, որ այսպես ասած կուսակրոնական, հայրաքելական Սուրբ եկեղեցու կանոնների խախտումների և խաբեությունների և այլի հետ կապված։ Փառք Տեր Հիսուս Քրիստոսին, ԻՊՀ-ի պաշտպանություն Հայաստանի Վարդանանք ազգային շարժումը լիովին կանգնում է ՀՀ վարչապետի կողքին այս հարցին, բայց մենք չենք կարող կոմպլիմանտներ տալ և խաբել ժողովուրդ։ Դրա համար ես պիտի հարցնեմ ձեր նշանակած ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ինչու է ջրում, ծածկում և անդրադարձ չի անում Ներսես Արք եպիսկոպոս Պոզաբալյանի սպանությանը։ Առաջի կարգի մարդասպանություն ըստ մեր հիմնավորած ունեցած փաստերի և մոտիվների և պրոպանդրանս և փաստերի Գարեգին Բեյի պատվերով սպանությունը տեղի ունեցել Հուսիկ և իր անվտանգությունը ապահովող անձնակազմի կողմից օրը ցերեկով իր կաթսարանում Էջմիածնի Մայր տաճարի տարածքում հսկվող տարածքում զինված մի քանի տասնյակ զինվորականների կողմից զինված հսկվողների քթի տակ։ Պատասխանել է մեզ Վեհարանի ներկա թիչկարկառուններից մեկը են Քյոսա Կարենը Մաթևոսյանը, թե ինչա են Գնդալիկ Բոքոնիկը Ղզիկ և պատասխանը տվեց մեզ փետրվարի 24-ի հավաքին ձեր իմացած Դիաննա Մանվելիկ Լափաման Գասպարյանը և արգելեց, չթողեց, որ մենք ունենանք հավաք և մեր հավաքի իրավունքը փետրվարի 24-ին, որ մենք էինք դիմել նույն օրը ժամին, տրամադրեց Դոն Պիպոյի խայտառակ քաղաքակիր խաչակիրներին։ Հիմա ես հանրային հրավերքը դրել եմ էջիս վրա։ Պարոն Ռոման Բաղդասարյան, կարող ենք միասին լայվ ունենալ 5 րոպե ժողովրդի առջև, ինձնից ձեր հակառակորդը չեմ փախնել և տուալետներում պաղպտելու կարիք չունեք, ես բլոգեր չեմ եղբայր, ես բանակային մարդ եմ, բայց քեզ հետ այդ թեման չեմ ծեծելու, քանի որ եկեղեցին պիտի սրբամաքրվի, Վարդանանքը քեզ հրավիրում է 2 բառ խոսենք, որ ժողովուրդն իմանա ճիշտը, որն է խնդիրը ճշմարտության հետ ձեր, դու նախ մեր հարգելի առաջի տիկնոջ օֆիսի մկնիկն ես տղես, ուրիշ ոչ մի բան, ոնց ասի տենց կասես, սա մեկ, այլապես ներկայացի, քանի որ եկեղեցուց ես խոսում, տեսնենք վարչապետին ոնց ենք սատարում սրբամաքրելու հայրաքելական Սուրբ եկեղեցին, մենք հարկ ենք համարում բարձրաձայնելու, որ պետականը պետական է, բայց մենք ազգային ենք, սա ազգային գվարդիան է Անդրանիկ Զորավարի, և եկեղեցու սրբամաքրելը սկսվել է փետրվարի 24-ին, 2024 թվական, Ռոման, ես եմ բացել տվել տաճարի դռները, ես եմ Դոն Պիպոյին մոբիլիզացնել տվել Ռուսաստանից էլ մարդ բերի, որ կանգնեն Վաղարշապատի հրապարակում ձեր մեր Սուրբ Էջմիածինը, որ օկուպացման տակ է հիմա։ Այս բոլորը արել ենք մենք։ Հիմա դու ով ես եկեղեցուց ես խոսում, ուզում եմ ճանաչեմ ուղակի։ Հրավերքը բաց դրած է էջիս վրա,
Եթե դու այդ ասած մկնիկը չես, ուրեմն հանրության արչև, ազգի արչև ազգային խնդիր հայ առաքելական Սուրբ եկեղեցու մասին է խոսքը, չէ՞։ Հա, չեք քաղաքականացնելու։ Ընտրության շեմերին է գալիս հավատացյալների ընտրաթերթիկ հավաքելունի վասն աթոռ չեք անելու էսի ժողովրդից։ Չի կարող կառավարությունը բերել սմենափոխ։ Գարեգին բեն պոռնկություն արել եկեղեցու հանդեպ։ Եվ ուզում եմ քեզ հետ խոսել մեկ թեմա, Ռոման։ Հրավիրի դատախազությունից մեկը, ասա այս մարդը ինձ մարտահրավեր է անում, որ իրար հետ լայվ անենք 5 րոպե։ Սպանությունը ներսես arczepiskopos Պոզապալյանի, որ կատարել է Գարեգին բեի պատվերով հուսիկը։ Աղբոր տղու եսիմ, ապորենին թե օրինականը։ Անվտանգության պետ է այդ ժամանակ Գարեգին բեի պատվերով։ Ինքն էր անվտանգության պետը, ախրանու պետը։ Էջմիածնի տարածքի։ Իսկ գլխավոր դատախազը Ռոման, որ քո էլեգանտ Աննա դատախազուհին քո վարչապետի նշանակած դատախազը։ Չի բարձրաձայնում, որն է խնդիրը, որ վաղարշապատի գլխավոր դատախազն էլ եղբոր որդին է Գարեգին բեի եղել։ Ներսես arczepiskopos-ի սպանության ժամանակ վաղարշապատի գլխավոր դատախազը, ոնց Կոյրուն Ներսեսյան, Գարեգին Ներսեսյան, ծածկելա գործը, դատախազը Ռոման, սպանության, արմատուրայով ծեծե սպանել են, ասում եմ մեր վեհապարորը, հելել ես Աննա Հակոբյան ես բանանում, ռեկլամանում, եղբայր։ Ինձ հետաքրքիր չի քո քաղաքական գիծը։ Ես բլոգեր չեմ քո նման եւ մրցակցություն չունեմ քո դաշտում։ Ես փաթաթ ունենամ քո դաշտը, Ռոման։ Ես միջոցները ներդրում անել չեմ տա 750,000, 500,000, 1,300,000, 400,000 դրամներ։ 1,500,000 դրամներ, որ օպտիմիզացիա անեն եւ իմ լսարանը ավելի շատ ծնկեթա ավելի շատ մարդ լսի։ Էդի գիտեմ փողով է արվում, որ լսարանը շատ է լինում։ Հիմա ես քեզ այն ինչ որ տալիս եմ Ռոման, դու էդի պատիվ համարի քո որ քեզ հաշվի եմ առնում եւ հրավիրում եմ ես հարթակ 5 րոպե վրայից անցնենք։ Պատրաստվի Հակոբյան Աննայի հետ, Աշոտիկի հետ, Աննա Վարդապետյանի հետ, իրանց վլվլիկ մյուս կնանիքի հետ, Նագոլկեն թաքցրացել մի երկու կնանիքի հետ։ Խորթակցի եղբայր։ Որն էր խնդիրը։ Տարիներ անցավ, վարչապետը գնաց, մայր տաճարում նստեց, խելոք եկավ տուն։ Քո ազգային անվտանգության ծառայություն քարտ ուղարուհիներով Փախլավեն ձեռը գնաց Ղայֆելեմ միշտ լինելու Գարեգին բեի հետ։ Հիմա ես քեզ 5 րոպե հրավիրում եմ, Ռոման Բաղդասարյան։ Ավելի լավ երյակ կլինի, էլի, Գնես Սարգսյանին էլ ասա այլևս աղբերական չի ասում։ Տղա եղեք, եկեք խոսանք ազգի առջև։ Անդրանիկը այդպես է ասում։ Տղավարի։ Որն էր խնդիրը, որ չբարձրաձայնեց, Աննա Վարդապետյանը ջրեց առաջի կարգի մարդասպանություն։ Ազգությամբ Եզդի, Արգիշտի Քարամյանը, Թզբեխը, մեջտեղից համբեց Վահե Ղազարյանն էլ հետը, հենց էսի ծածկելու համար։ Ես այդպես եմ տեսնում։ Վարդանանք ազգային շարժումը, հարգելի վարչապետ, պահանջում է մեր փոքրիկ հանձնաժողովին դրսի ափերից 1-2 հոգի որ կգա անձեռնամխելիությունը չեմ բլթցնում մհեր սիկտիրդ քաշի էջիցս եղավ գայր կողքս կայներ այդ սրբապղծի դեմի սիկտիրդ քաշի էջիցս բլթցնող չատլախ ուրեմն էսպես Ռոման Բաղդասարյան հրավիրում եմ 5 րոպե Ազգի առջև խոսենք։
Ավելնորդ համեմունքված խոսելու համար ներողություն եմ խնդրում, բայց մարդիկ կան չեն հասկանում ինչա նշանակում։ Կյանքիցդ տնես ու մենակ պտի զոմբլոլ ես, այդեն չի եղբայր։ 7 տարի հետո ընչի պոզերը դրեց գնաց նստավ Գարեգինի դեմը։ Ասում եմ սպանել են մեր սրբազան օրը, մարդամեկ ասում է բլթացնում ես։ Խի յուղ եմ վառում, որտեվ զոմբլո չեմ։ Ճշմարտություն մեր Աստվածն է, ապեր։ Կներես կոպիտ խոսքիս համար, հանրային ներողություն եմ խնդրում, Մհեր ջան։ Կարա զանգես առանցին խոսանք դրանից հետո։ Կարա զանգես խոսանք։ Իմ գաղափարակից կամ վարդանանքի համագրողները կապ չունեն ամենաընդլայնված գործերի հետ տեղ։ Կարկանում եմ, այդ չատլախ բառի մար ներողություն եմ խնդրում, բայց չատլախություն ատենց կոպիտ ասելը, երբ որ տեղին չես, ում եւ ինչ գործի հետ գործ ունես։ Ասում եմ Աննա Վարդապետյանը ջրել է առաջի կարգի մարդասպանություն։ Ով է նշանակել իրան, եթե ոչ Նիկոլ Փաշինյանը։ Հիմա 5 րոպե live դու Գնել Սարգսյանը ում ես զում հետդ բերես, իրան չես զում բերես, ում ես զում բերես, Քրիստիկ, դոգ, փիսիկ, 5 րոպե պետք է ազգի առջև խոսենք, 5 minutes, եղավ, Վահե Ղազարյան, Արգիշտի, մինչև մա փայլուն մեդալներ ստանալուց հետո, 15 րոպե հետո, խուլիգան կեցվածքի համար հեռանում է, չէ, բայց ինչ է կատարվում տղեկ, ով է պատասխան տալու ես ամեն ինչի համար, 26 թվի ընտրություններն է, բուն շարժիչը, որ այսօր եկեղեցին պետք է սրբամաքրելը մեջտեղ է դուրս գալիս, ուղղակի փորները չի տանում, քաղաքական 1-2 պարազիտի էլ, որ իրանց հակով չի եղել այս աշխատանքը, փորները չի տանում, մեդալը, հարգելի վարչապետ, տուր իրանց, թքեմ պագոն պաշտոն փողերի վրա, Աստվածորդնի ազգս և իմ հայոց ինքնիշխան պետականությունս, հարգանքներս, որ բարձրաձայնում ես հայրաքելական Սուրբ եկեղեցու ամենակրիտիկալ կարևոր ինստիտուցիան, սրբամաքրվելու աշխատանքը, իբը հնկանգնում ա քո կողքին այդ բանի մեջ, բայց ստեղ հարցեր ունենք, որ չենք կարող կոմպրիմատ և հլը որ թող մնա հիմա ձեր չի տալին, սպանել են մեր սրբազան հորը, թալանել են եկեղեցին, պղծել են ամեն ինչ և այսօր քո սմենափող Արամ Սարգսյանը կաշառակ էր Վազգենի աղբերը, Եզի աղբերը, որ հրամայել ա, որ չբարձրաձայնվի Կարեն Դեմերչյանի սպանությունը հոկտեմբեր 27 1999 թվական, դե բլթսնող զոմբի ապուշներ, ես 18 թվին արել եմ քո վարչապետի կնգահամար լոսում, Մհեր ապեր, են ինչ որ դու պալորները չեիր ունենա անեիր, լոսում մենակ դաշնակ շների մեջ, դե գնա ու պատմի ասածս վարչապետիդ,